Մենք ձեր նոր աշխատողներ ենք, շատ հաճելի է։ Այս տարի Zigzag-ի 30-ամյակն է, Սերգեյն ու Նարեկն էլ եկել են որպես խաղարկության կազմակերպիչներ։ Heç լավ չի, որ սկիզբը դրվեց մեր վրա ծիծաղալով։ Նրանցից ոչ մեկ վստահություն չի ներշնչում։ Դες ինչա։ Դուք ստեղ երկար չեք մնալու։ Ինչ որ մեկը մեր հետևից ցանգել։ Դե ինչ որ մեկին դուր չի գալիս մեր աշխատանքի մեթոդները, մեր էներգետիկան, խնդիրներ լուծելու մեր ուրույն մոտեցումը։ Արդյունքում էլ այդ գրությունը դուք ստեղ երկար չեք ձգի։ Ինչ թվում է մեր սենյակի ընտեղն է գրել։ Այդ իրավաբանը։ Դե հա, մարդկանց այդքան էլ դուր չի գալիս Սերգեյի ոճը, արագ ուզում են ազատվեն Սերգեյից, ու parza որ կուլտուրայից դրթված են գրել դուք ստեղ երկար չեք ձգելու, դե բայց Սերգեյին ա ուղված։ Ոչինչ, մի բան կմտածենք։ Արմինե ջան, Սերգեյը հիվանդացել է, մաղթանքներ ենք էլի գրում իրան թիմով։ Okay, Սերգեյ, լավ, իսկ ինչ է իր մոտ։ Գլխուղեղի թոքաբորբ, մկանային խռմփոց ա մոտը, փոքր ժամանակվանից տառապում ա։ Էմոցիոնալ ռևմատիզմ, ջահել։ Հորքուրս էլ դրանից ուներ։ Առանց ձեզ չենք ձգի։ Այդ որոքից չէ։ Չէ, բայց հոկտեմբերին միշտ սրվում այսպես։ Բան չի ագրած շնորհավոր։ Որտեվ լավացիրը վերջացել է, հիմա սենց ավելի ուրախ կլավանա։ Ներքին ականջի դիսբակտերիոզ, պատկերացնում ես։ Կներեք, ես մի քիչ ուշացա, կոմիտասը մենակ տնեք ինչ խցանված էր, հետո էլ պարզվեց մեր օֆիսը ոչ էլ կոմիտասը։ Սից դու հիվանդ չէիր։ Դու Telegram-ը չես կարդում։ Արի դու ամեն դեպքում գրի, որ շուտ լավանա, էլի վերջնական լավանա ինքը։ Ասել էր, որ ես հիվանդ եմ, ու դրա մասին ինձ տեղեկացրել էր Telegram-ով։ Միտքը վատը չէր, բայց Նարեկն է, վերջում ձախողեց։ Ինչքան ապուր Facebook-ի ստատուս կա, կմտնի տակը մի բան կգրի։ Իսկ Telegram-ը ստուգելու ժամանակ չունի։ Ամեն դեպքում հուշակեք, ով ունի բոլոր աշխատողների ձեռագրերի նմուշները։ Եվ այսպես մենք արդեն ունենք նվերների ցանկը, ինչպես եւ որոշեցինք մեր նախորդ brainstorm-ին։ Դրանք են iPhone 17 Pro 256 GB, դե իհարկե նարնջագույնը, iPad 11, MacBook M1, Dyson վարսահարդարիչ եւ PlayStation 5 Slim։ Շատ լավն է շահումները, նույնիսկ եթե ինչ-որ մեկը այդ ապրանքից ունի, կարա նվիրի ուրիշին, ու այդ ուրիշը անչափ կուրախանա։ Ժողովուրդ, այդ ակցիան արդեն սկսել է, որ ինչ եք հիշացնում։ Որ մարդիկ իմանան, որ ակցիան արդեն ընթանում է եւ շտապեն խանութներ։ Եվ որ մասնակցել կարող են 50,000 դրամ եւ ավելին գնում կատարողները։ Ու իմանան, որ իրանց յուրաքանչյուր 50,000 դրամի կտրոն իրանց հաղթելու հավանականությունը մեծացնում է։ Ու ո՞նց է կոչվում մեր խաղարկությունը։ Դե վերջ բարեկամներ, մեր աշխատանքը հիմնականում ավարտված է, կհանդիպենք խաղարկությանը։ Իսկ ո՞նց են մարդիկ իմանալու այս խաղարկության մասին, բացի այս ձեր TikTok-ից։ Այս TikTok չի, այս սերիալա ռեալիթի էլեմենտներով։ TikTok։ Չասենք տրամաբանական հարց չի, եթե մարդ սա չի նայում, ո՞նց իմանա ակցիաների մասին։ Ինձ թվում է այդ աղջիկն է փորում տակս։ Ինքն էլ գրել էր երկար չես ձգի ստեղ Սերգեյ։ Թե Սերգեյ չկար մեջը։ Չէ, Սերգեյը ստեղ հաստատ երկար չի ձգի, կոլեկտիվը կոնկրետ ձեռ առնում իրան։ Okay, ինչ եք առաջարկում։ Զանգենք բոլոր հաճախորդներին, ասենք որ խաղարկություն անելու։ Սերգեյը մեկ-մեկնես միամիտ բաներ կասի։ Ժորդ, ինձ թվում է պետք է անենք իրազեկման ակցիա։ Զիլ միտքա, չէ։ Ես գրում եմ, զգում եմ ոնց եմ թիմին տանում Սերգեյի վրից։ Ակցիա, հա, երեխա է, ակցիա։ Արի մի հատ նորմալ brainstorm անենք, պատրաստվենք, որ խայտարակ չլնենք այն meeting room-ում, okay? Okay, խայտարակ չլնենք։ Okay, իրազեկումը։ Այն որ ֆրֆռում են տելեպոզիկի կոստյումով քաղաքում։ Մտածում եմ, այտենց կոստյումներ հագցնենք ու մեր բուկլետները բաժանեն մեր ակցիայի մասին, մարդիկ ստանան, կարդան, հետո փոխանցեն իրանց ընկերներին ու տենց խոսքը Կամ ինքնաթիռ ենք վարձում Երևանի վրով սենց թռնում է, հետագիծը գրում է զիգզագ։ Մարդկանց էլ բաժանում ենք հեռադիտակներ, որ չէ, տես ասեցի ու զգացի, որ չէ։ Տղեկ, իսկ կարող է գովազդային հոլովակ նկարեք Դու ստեղ ինչ էիր աշխատում, իրավաբան։ brand manager։ Դորդ որոշել ենք, պետք է նկարենք գովազդային հոլովակ, որտեղ համ շահումները ցույց կտանք, համ մարդիկ էլ կիմանան, որ պետք է 50,000 դրամից ավել գնումներ անեն։ ուղղակի պետք է լինի կրեատիվ, որ
Լավ, հավես նայվի էլի։ Մենք ցենց ենք մտածել, ում պատկերացրեք գիշերա զիգզագի խանութն է։ Ես ու Սերգեյը մտնում ենք խանութ, որ նվերները գողանանք։ Գողանալը լավ միտք չի, շատ նեգատիվ է։ Ճիշտ է ասում ապերը։ Դրա համար մի հատ ուրիշ միտք էլ կա։ Ես ու Նարեկը iPhone-ներն ու PlayStation-ները վերևից ցած գցում ենք մարդկանց վրա ու գոռում ենք անձրև։ Ուզում եք մեզ դա տան։ Իսկ կոկոնից Սերգեյ, ասում չամաչեցիր, դա ինչ էր։ Գլխու էի թոքաբորբն է։ Եթե այդքան հասկացող կար գործից, եթե այդքան կրեատիվ շիկները շատ են, ապա բնական հարց, Էլխիեն գործի վերցնում Նարեկին, ես լրիվ հերիք էի։ Այս Նարեկի ու Սերգեյի միտինգները այնքան երկար են, որ գործը ես տանում եմ տուն ու երեկոյան եմ անում։ Եվ այսպես brainstorm խառը մտքեր, իդեպ, այսօր մեր հաշվապահին են խնդրել միանա։ Brand manager։ Քանի որ Zigzag-ի 30-ամյակն է, կարելի է հիշել ակունքները։ Ամեն մեկս մի պատմություն ունենք Zigzag-ի հետ, չէ՞։ Իսկ միգուցե ձեզանից ինչ որ մեկը գնելա ինչ որ մի բան առաջինը Zigzag-ում։ Հա, PlayStation։ Ահա, ու հետո պարզվում է, որ անցյալում ձեր ճանապարհները ինչ որ մի կետում խաչվել են։ Ես էի ուզում ասեի, բերնիցս թռցրի։ Ռոլիկը պատրաստ է։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմին, որովհետև սա թիմային աշխատանքն է։ Սա միայն իմ ու Նարեկի աշխատանքը չի, խնդրում եմ չհակադարձել։ Մերսի, որ չեք հակադարձում։ Իսկականից էլի, ես ինձ շատ վատ կզգա, եթե բոլորդ մտածեիք, որ սա հիմնականում իմ գրած ռոլիկն է։ Տենց ոչ մեկ չմտածի։ Դե լավ, եթե պատրաստ եք, ես սկսում եմ։ Հավատդ գալիս է, բայց որ Zigzag-ը 30 տարեկան է։ Բացարձակ չէ։ Կարծես երեք էր, որ եկա Zigzag PlayStation 1 առնելու։ Ապրիլյան գեղեցիկ օրեր։ Վերջինն էր մնացել։ Մոտեցա, որ կասայից փողերով առնեմ, մեկ էլ մի հատ լկստված լակոտ, ասեց ես արդեն առել եմ։ Ոնց է դու էիր։ Լկստված լակոտ։ Լացկան երեխա։ Լավ, վերջ, պետքա սկսենք։ Մի տեսակ տարօրինակ չի, իրանց ծնունդին իրանք են նվերներ անում։ Այդքան սիրում են իրենց հաճախորդներին ու շահելու հնարավորություն են տալիս։ Դու քո ծնունդին ինձ շահելու հնարավորություն կտայիր։ Ես քեզ այդքան չեմ սիրում։ Zigzag-ի 30-ամյակի արդիվ մինչև հոկտեմբերի 31-ը արի 25 զիլ շահումների հետևից։ Մերսի։ Հաջորդ brainstorm-ին եկեք մտածենք ոնց իրազեկենք մարդկանց, որ խաղարկության արդյունքները ամփոփելու ենք նոյեմբերի 5-ին Arm Comedy եւ Zigzag-ի Facebook-յան էջերով։ Okay, այսօր նաև կարող եք տուն գնալ 5 րոպե շուտ։ Okay, 10 րոպե։ 15։ Դու հիշում ես, չէ՞ որ խաղարկության գծով տնօրեն ես։ Ժողովուրդ, այսօր բոլորս պիցա ենք ուտում։ Հենց պարապ են մնում պիցա են պատվիրում։ Լցվել եմ երեխեք։ Մարդկանց ոգևորելու ձև կա, բան կա, մենակ հո շուտ տուն թողնելով չի։ Այդ ինչ տիպի Mickey Mouse տնօրեն եմ, որ չեմ կարողանում մարդկանց 5 րոպե շուտ թողնեմ։ Հենց մի պոչիկն է։ Արա դե չէ, էլի ոչ մեկն է նման չի, արա չէ։ Իսկ կարողա Էս մեր անուշախպերը։ Հո չենք խանգարում։ Չէ, չեք խանգարում։ Աղա, ես եմ ձեզ խանգարում։ ճիշտն ասած կուզենայինք մի հատ առանձին brainstorm անենք գործնական լոգիստ ջան, կհասկանաս։ Լավ, խաղարկության մենեջեր ջան, 10 րոպեից գամ։ Արխային 15 րոպեից արի։ Նա ինչ եմ մտածում Սերգեյ ջան։ Մի հատ իրա ստորագրությունը։ Արա դե չէ, էլի իրա դերագիրը չի։ Ես ջոգել ես, որ ես ֆինանսիստը լավ էլ մտքեր է տալիս։ Արա հա թույն գովազդային արշավներ է մտածում։ Հա, դա պետքա ինչ որ ձևով։ Յա։ Լավ, փորձերը, բայց դա չի փրկի ձեզ։ Լավա չկար այդ կաֆե։ Խի։